հիշել, այդ ժամանակ խաղում ենք երեխաներով պարկերում և այդ ժամանակ կար սենց գոլ ենք գցում և 7 կար ենք խաղում այդ ժամանակ։ Այդ հին հայկական տարելից գալիս է այդ խաղերը։ Եվ այդ ժամանակ 74 թվականին, երբ որ Երևան ենք եկել, ծնվել է եղբայրս Ռոման Բելիզովսկի, որը մինչև այսօր ֆուտբոլում է, հիմա եղել է խաղացող, հետո դառավ մարզիչ։ Ճիշտն ասած, շատ եմ շփվում ռուսական տանի հետ, ես պարոն Ֆիֆիլովի հետ և իր ազնեկազմի հետ։ Եվ այդ ժամանակ համատեղ ուժերով որոշել ենք, որ իրանք առաջարկել են, որ Ռոմայի հետ կապված տուրնիր պետք է անցկացվի ֆուտբոլի երեխեքի համար։ Եվ արդեն 3-րդ տարին պետք է նորից մենք շարունակենք այդ տուրնիրը անցկացնել։ Միայն ժամանակ ես իմացել եմ, որ ռուսական տունը Հայաստանում ինքը մի անգամ կոմիքս է սարքել, մեր դեսպան կար 200 տարի առաջ Ռուսաստանի կողմից Պարսկաստանում Գրիբայետովը։ Եվ իրանք ստեղծել են կոմիքսը այդ ժամանակ, ոչ թե ժամանակ, մի տարի, 2 տարի առաջ։ Եվ մտքովս անցավ, որ հայկական այդ պատմական խաղերը մենք իրանց միջոցով կարողանան ստեղծել այս 7 քար խաղը, որ ոչ թե ստեղծել, հիշեցնել ավելի շուտ երեխաների համար, որ սենց երեխաների համար խաղեր կան, որը որ մոտեցնում էր երեխեքին, տարբեր տեղերից երեխաներ կար, օրինակ մենք եկել ենք, որ ասեմ ձեզ Շպիցբերգենից և Ուկրաինայից, և տարբեր այդ ժամանակ 60 թվականներին սաղ սովետից գալիս են երեխաները, ծնողների հետ միասին աշխատում ենք տարբեր ոլորտներում և հայերներում մենք այդ հին հայկական խաղերով մոտենում իրար, մոտեցնում խաղում ենք։ Ճիշտն ասած, ես բացել եմ բարի ուղի սենց կազմակերպություն, որը որ դրանից հետո դիմել եմ ռուսական տանն և որ էձևի կոմիքսը մենք կարողանանք օգնել ինձ սարքվի էձևի կոմիքսը երեխաների համար, և 7 քարը Հայաստանի դարից խորքից գալիս այդ խաղը երեխեքի համար։ Եվ ռուսական ֆոնդը, որը որ օգնում է ֆինանսապես և պաշտպանում է սաղ մարդկանց միշտ օգնում է, այդ ֆոնդի միջոցով արտադրվել է, օգնել են Ռուսաստան տան միջոցով այս կոմիքսը։